Սիրելի ժողովուրդ, այսօր մենք հարցազրույց կունենանք Արադ մարզի ավտոբուսների տենդերը շահած կազմակերպության սպասարկող ընկերության իրավաբան Գարիկ Մանուկյանի հետ։ Գարիկ ջան, նախ շնորհակալություն ենք ուզում հայտնել, չէ՞ ժողովուրդ ջան, որ ավտոբուսները նոր են։ Այո, դուք զգում եք տարբերությունը։ Այո, միանշանակ։ Իսկ վարորդների աշխատանքը ո՞նց կգնահատեիք։ Բալային տարբերակով։ Չէ, օրինակ տեսեք, հիմա չեն ծխում, ես նկատել եմ, հա, չեն ծխում, վերաբերմունքը ես նկատեցի։ Գերազանց։ Ինչ։ Սպասենք, որ միշտ ցես լավ փոփոխություններ լինի, չէ՞ ժողովուրդ։ Ավտոբուս տրամադրել։ Շահումյան գյուղի։ Ես ոնց հասկացա։ Տիկին Ռուզաննա ջան, այս պայդրությամբ տենց որոշակի բացեր կա ընդհանուր ցանցի հետ կապված, էլի։ Այսինքն բացը տենց հարաբերական է, էլի, այսինքն մի քանի ֆակտորներ կա, որոնք հաշվի ենք առնում, քննարկում ենք եւ համապատասխանաբար տենց սեղմ ժամկետներում բոլոր գյուղերը ունենալու են տրանսպորտ։ Ուղղակի գործի ծավալները ինչքան մեծ է լինում, այդքան հավանականությունը որոշակի բացեր, որոշակի հանգամանքներ, որոնք մինչև այս հաշվի չեն առնվել, դրանց հետ կապված որոշակի կարող է ժամանակ ծախսի։ Այսինքն մեր երթուղիով նախատեսված 87 ավտոն, որից 76-ը ամենօրյա աշխատող, 11-ը պաուստային, մենք ներկրել ենք։ Եվ այսօր մենք լինելով մասնավոր սեկտոր, մեր համար առաջնային է, որ մեր մեքենաները օր առաջ մտնեն երթուղի եւ նաեւ մենք կարողանանք լուծենք մեր մնացած հարցերը, այսինքն կարողանանք սպասարկել համապատասխան լիզինգները, վարկերը, հարկերը վճարել, աշխատավարձերը, բայց կան որոշակի հարցեր, որ մենք չենք ուզում ավելի վատթարացնել։ Օրինակ կա երթուղի, որոնք հիմա սպասարկում է 2 կամ 3 մեքենայով, բայց նախատեսված է մի մեքենա։ Մենք հիմա դիմել ենք նախարարություն, նոր խմբականակը արդեն ճանապարհին է, սպասում ենք, որ մինչև առավելագույն 1 ամիս կամ մի 40 օրից ստեղ կլինի ու բոլոր հարցերը լուծվելու են, էլի։ Ուղղակի այսօր բնակիչներ կան, որ մտածում են, որ այդ հարցը մի օրվա լուծելու հարց է, բայց այդպես չի։ Օրինակ Երևան քաղաքի տրանսպորտը բավականին մոտ մի 4 տարի տևեց մինչև վերջնական, ու էլի այս պահին կամ բացել, բայց ընդհանուր առմամբ 90% եւ ավելի լուծվել է, էլի, այստեղ է տենց ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում, թե հաղորդական անձնակազմի հետ կապված, թե մեքենաների մաքրության, թե ինչ-որ անհրաժեշտություն նոր երթուղիների կամ նոր կանգառների հիմնման ու բոլոր հարցերը լուծվելու են։ Մենք թե լավ, թե վատ կարծիքները բոլորը լսում ենք, փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի լուծում տանք։ Ասեմ միջայլոց, ես մի փոքրիկ բան ասեմ, նախարարը հրաման է տվել, թե իր ենթականերին թե մեզ, որ առաջնահերթությունը տրվի բնակության շահին, բնակության կարիքների բավարարմանը։ Եվ մենք էլ դրանով առաջնորդվում ենք։ Այսինքն, եթե ինչ-որ մի երթուղի ներառված չի ցանցի մեջ, շատ արագ, տենց մոտ 1 ամսվա մեջ կամ ավելի սեղմ ժամկետներում ներառելու ենք, բայց չենք ուզում մինչև այդ հին մեքենան հանենք, ընդհանրապես այդ գյուղը զրկվի այդ տրանսպորտից, էլի։ Դրա համար տենց պետքա մի քիչ համբերություն ու հավատ, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, մեր սպարապետը, ամեն հարց լուծվելու է, կարգավորվելու է։ Ես փոքրիկ հետազոտություն եմ արել, որ եթե ինչ-որ հարցեր կա, բարձրաձայնեք, եթե ինչ-որ առաջարկներ կա, անեք, մենք էլ առավելագույն հնարավորինս սեղմ ժամկետներում փորձենք այդ հարցերին լուծում տալ։ Այնտեղ առաջ օրը մի քանի մեքենաներ կարա լինի, էլի տեխնիկապես 90 հատ նոր մեքենան կարա 5 հատն էլ օթորակիչը ինչ-որ խնդիր ունենա, բոլոր հարցերը տենց առավելագույն հնարավորինս շուտ լուծվում է։ Ուղղակի մենք որ ապրում ենք Արարատյան դաշտավայրում, ստե մինչև 50 աշճան, 40-ից 50 աշճան շոկ է էլի լինում, կարան օթորակիչները ցերեկվա այդ շատ շոկ ժամերին իրականում, էլի կարան տենց իրանց առավելագույն չկարողանան, էլի ջերմաշճանը իջեցնեն, մենք էլ սովորել ենք այդ շոկին, էլի մեր տներն էլ կարող է օթորակիչ միացնենք չհովացնի, ուրեմն խնդրեմ, որ առավելագույն տենց ըմբռնումով մոտենանք, էլի, բայց մենք բոլորին տենց խնդրում ենք, պարտադրում ենք, որ միացնեն, եթե ինչ-որ մի օր անձրևոտ օր կլինի, բնական է շարժ է, էլի, մեր միջոցները վատնենք, բայց այդ օրերին էլ ասում ենք, եթե պահանջում են միացեք, ոչ։
Իրականում շնորհակալ եմ ձեզ, ես գաղտնիք բացեմ, ես գաղտնի հետազոտություն արեցի, զուտ նրա համար հասկանալու համար բաց են քաղաքացիների առջև ղեկավար մարմինները, այսինքն վարպետ վարորդները եւ մյուսները, որ առաջարկները լսեն թե չէ ու իրականում այո, առաջարկները լսվում է, առաջարկներին ասում են պատասխանները, այսինքն մենք ժողովուրդ եկեք ընդունենք, որ ապրում ենք մի հասարակության մեջ վերջապես, որտեղ կարևոր է քաղաքացին ու գյուղացին, բաց են մեր առաջ պետական մարմինները։ Ես էդ եմ հասկացել, ձեզ դրա համար շնորհակալություն։ Ամեն փոքր, եթե ինչ-որ խնդիր է լինում, մեզ ամեն օր նախարարություններ են զգուշացնում, որ տեսեք, այստեղ ինչ-որ բաց կա, լուծեք, մենք էլ հետևողական աշխատում ենք, էլի, բայց մարդիկ սխալական են, կարան ինչ-որ տեղերում սխալեր լինեն, խնդրում եմ ըմբռնումով մոտենաք, բայց մենք բոլոր հարցերին տենց առավելագույն սեր ժամկետներում լուծում ենք։ Մենք էլ ձեզնից ենք շատ շնորհակալ, որ օգտվում եք մեր տրանսպորտից, երթևեկում ենք, արտաշատի հետ կապված մի քանի մեքենան, որ արտաշատ բուն քաղաքի բնակիչները կարողանան ավելի շուտ հասնեն, էլի Երևան, ոչ թե երթևեկեն մի ժամ, 10 րոպե, երթևեկեն 25 րոպե։ Եթե նմանատիպ ինչ-որ առաջարկներ լինի, անպայման առաջարկեք, քննարկենք, փորձենք շուտապույտ հարցին լուծում տալ։ Ու իսկապես առանց մեղադրանքների ես իրոք փոքրիկ հետազոտության արդյունքում համոզվեցի մարդկանց մոտենում ես, ասում են ունենք այս բաց տեղը, իրանք մեծ հաճույքով համ լսում են, համ փորձում են այդ բաց տեղը շտկել։ Իրոք գովելի է։ Շնորհակալություն ձեզ նորից դրա համար։ Մի հարց էլ տամ, իսկ Արբադ գյուղին ավտոբուս կտրվի։ Բոլոր հարցերը քննարկման փուլում են, ըստ անհրաժեշտության, եթե ինչ-որ միտեղ կա ուղևորահոս, տվյալ օրը պետք է երթևեկի 1000 բնակիչ, 1000 բնակչի համապատասխան տրանսպորտ տրամադրվելու։ Եթե 10 բնակիչ, այդ 10 բնակչի համապատասխան տրանսպորտ է տրամադրվելու։ Ուղղակի նաև մենք այդպես բոլորս ունենք որոշակի բնավորության գից անհամբերություն, բայց խնդրում եմ համբերությամբ զինվենք եւ կարծում եմ 2 ամսից այդ բաց տեղ չենք ունենալու մարզում։ Այդպես առավելագույն մի 99%-ով լուծվելի է։ Բայց մի 20 օրից արդեն մի 90% այս գյուղերի բոլոր տրանսպորտներ նախատեսում ենք փուլային տարբերակով, բայց մինչև օգոստոսի վերջ նոր տրանսպորտը ամբողջովին փոխարինվի։ Մենք էլ խնդրենք քաղաքացիներից ուղղակի մաքուր պահել ավտոբուսը, որովհետև իրականում ձեր ցանկացած մի բան, որ գցում եք, իրանք խելոք այսպես չեն ասում, բայց եկեք ուղղակի մաքուր ապրենք, մենք մեր շրջապատը մաքուր պահենք, որովհետև մեր քաղաքը, մեր երկիրը հենց մեր տունն է, մեր տունը դա մենակ այդ փոքրիկ տունը չի, մենք ինչպիսին կսարքենք, այդպիսին է կլինի։ Շնորհակալություն ձեզ, Շնորհակալություն։ Շատ իրականում մաքուրել է, բայց այս մաքրությունը ժողովուրդ մենք պիտի պահենք։ Ժողովուրդ գոհենք ավտոբուսից։ Բարձր ասեք չի լսվում ստեղ։ Շնորհակալ եմ։ Շատ